Ռուսաստանի հետ կապված մեկ այլ հարց, պարոն վարչապետ, փոխվարչապետ Օվերչուկը հայտարարություն էր անում, որ Բրյուսելից եկող ազդակները խոսում են այն մասին, որ Եվրամիությունը տնտեսական միավորից վերածվում է ռազմաքաղաքական կառույցի եւ ասում էր, արդյոք Հայաստանը պատրաստ է մաս դառնալ մի միության, որը իր բառերով ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ եւ ասում էր հայերն էլ վաղ թե ուշ այս հարցը պետք է իրենց տան։ Ես հիմա ձեզ եմ տալիս։ Գիտեք, ես ուզում եմ այդպես հետ կիսել եւ հանրության հետ կիսել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերաբերյալ մեր ռազմավարական պատկերացումները։ Մենք բոլոր տեղերում մեր բոլոր գործընկերների հետ կիսում ենք հետեւյալ միտքը, որ Ռուսաստանին, Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա եւ չի լինելու մեր օրակարգում։ Դա բացառված է։ Որևէ մեկը մեզ չի կարողանալու, եթե նույնիսկ փորձի, միջև հիմա փորձեր չեն եղել, բայց որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Եվ նաև մենք ռուսաստանցի մեր գործընկերներին ենք ասում ենք, գիտեք, մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք ձեզ հետ այսպես վիճաբանության լեզվակռվի մեջ չենք մտնելու, որովհետև մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որը մենք ունենք։ Ես ձեզ այո, միջպետական, բայց անձնական մակարդակը նույնպես պակաս կարևոր չէ այս կոնտեքստում։ Ես շատ ուղիղ եւ ջերմ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ շատ ջերմ եւ ուղիղ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայել Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է։ Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց լինում են բայց մենք միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի։ Եվ մենք հարց ենք տալիս Ռուսաստանի մեր գործընկերներին։ Արդյոք այս տրամաբանությունը կամ դուք քննադատություն ունեք այս տրամաբանության։ Ասում ենք մենք երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան։ Եվ սա լինելու է մեր ռազմավարությունը։ Այստեղ մենք հասկանում ենք, որ կարող են որոշակի հատումներ լինել, բայց մենք չենք կարող ասել, գիտեք ինչ, մենք գործում ենք ի հեճուկս Հայաստանի շահերի եւ հանուն ոչ միայն Ռուսաստանի, ցանկացած այլ երկրի շահերի։ Դա անդրամաբանական կլինի, որևէ մի երկիր այսպես չի գործի։ Այո, կարող են որոշակի նաեւ խնդիրներ եւ հատումներ առաջանալ, բայց ես ուզում եմ ձեզ բերել հենց նույն օգոստոսի 8-ի օրինակը, որովհետեւ օգոստոսի 8-ից հետո պարզա որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների շրջանում կային որոշակի հարցեր եւ ես այդ հարցերին հաճույքով են առումով, որ մենք միշտ բաց ենք խոսակցության։ Այսինքն մտահոգություններ կային։ Այո, իհարկե, բնականաբար դա արտահայտվում էր փորձագիտական շրջանում, մամուլում։ Ես ասում եի, մեր ռուսաստանցի գործընկերների ուշադրությունը հրավիրեցի մի փաստի վրա։ Մենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել ենք այն բովանդակությունը, որը մենք նախորդիվ 5 տարիների ընթացքում առաջինն ու 5-ից մի քիչ առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե, այնտեղ Թրամփի ուղի չկար, բայց մենք 5 բառ ենք ուզել ընդամեն։ 5 բառ։ Այդ բառերն են եղել տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Մենք ասել ենք դրեք այս 5 բառը թղթի մեջ եւ ես ցանկացած պահի պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել։ Եվ իմ ասածի մեջ ոչ մի չափազանցություն չկա։ Եվ սա շատ կոնկրետ օրինակ է, որ մենք չենք գործել երբեք Ռուսաստանի դեմ եւ չենք գործելու, բայց մենք բնականաբար կներեք Հայաստանի դեմ չենք կարող գործել։ Եվ մենք միշտ պետքա գործենք Հայաստանի շահերին համապատասխան եւ մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու եւ պետք չի պարզավոր, գիտեք, օրակարգերում միշտ լինում են լարումներ, քննարկումներ,
հետագա մենք միշտ քննարկելու ենք, բայց մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու, մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չենք ստեղծելու, բայց մենք գնալու ենք մեր շահերի հետևից։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։